2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում կա 5357 հաշվառված թմրամոլ, որոնք մեծամասամբ երևանաբնակ են։ Նույնիսկ մեթադոնային փոխարինող բուժում ստացող անձանց նկատմամբ պետական իրավական մարմիններում ակնհայտ է խիստ ընդգծված բացասական վերաբերմունք։ Բացասարակության հիմնադրամներ Հայաստան ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը նշում է. Մշտադիտարկման արդյունքները ցույց էին տալիս, որ այն մարդիկ, ովքեր գտնում են քրեակատարողական հիմնարկներում պատիժը կրել ժամանակ եւ ներգրաված են մեթադոնային փոխարինման բուժման ծրագրում, իրանց չեն ներկայացնում պայմանական վաղաժամկետ ազատման, համարելով ռիսկային խումբ։ Այսինքն սա է արդեն դառնում խնդրեմ։ Մինչդեռ տեսեք, մեթադոնային փոխարինող բուժումը նշանակում է, որ մարդը, ով որ ունի հիվանդություն, համաձայնվել է տվյալ բուժման մեթոդին։ Իսկ ինքը ինքնակամ գնացել է ասել է ես հիվանդ եմ եւ ես ուզում եմ այս բուժման տեսակից օգտվեմ։ Եվ ինքը օգտվում է, այսինքն ինքը ինքնակամ հրաժարվել է թմրանյութ օգտագործելու։ Այդ պարագայում ո՞նց են գնահատում մենք իր ռիսկային լինելը։ Այսինքն այստեղ արդեն ինքը ռիսկային չի, ինքը մարդ է, որը որ պատրաստ է հրաժարվել որոշակի վարքագծից, որը որ կապված է իր առողջության հետ։ Սա է խնդիրը, երբ որ խոսում ենք քրեակատարողական հիմնարկներում այդ պայմանական վաղաժամկետ ազատման հարցի շուրջ, ինչը կարծում եմ, որ հուսանք, որ երևի կդառնա քննարկման առարկա։ Մի կարևոր բան եմ ուզում նշեմ, կապված այն բովանդակության հետ, որը որ այսօր քննարկվում է, թմրանյութից կախվածություն ունեցող մարդկանց հետ։ Ինչպես նշեցի, դա առողջության խնդիր է, ու մենք այդ մարդկանց պիտի դիտենք որպես հիվանդություն ունեցող մարդ, որը որ օգնության կարիք ունի։ Եվ բնականաբար փորձում են գտնել այդ հիվանդության պատճառները։ Ոնց որ չգիտեմ, շաքարախտի կամ սրտի իշեմիկ հիվանդության ժամանակ փորձում են գտնել պատճառներ, ենթադրենք սնունդի, վարքի, ինչ որ էկոլոգիական խնդիրների մեջ, նույն ձևի մենք պատճառը պիտի գտնենք այս վարքի մեջ։ Եվ եթե դուք նայեք այսօրվա ժամանակակից աշխարհի քաղաքակիրթ աշխարհի մոտեցումներին, սա դասվում է որպես վարքագծային խնդրեմ, վարքագծային խնդիր։ Այսինքն վարկը թելադրված է ինչ-որ պատճառներով եւ երբ նայում ենք մեծ մասը մարդկանց, ովքեր ունի այդ հիվանդությունը, որ ձեռք է բերել կախվածություն, դա համապատասխան սոցիալական, հոգեբանական անբարենպաստ միջավայրի առկայությունն է։ Ես կարծում եմ, որ այս տեսակետից պիտի մտածվի պետության քաղաքականությունը տվյալ ոլորտում խնդիրը լուծելու համար, բավարար եւ որակյալ զբաղվածության հնարավորություն, կրթության հնարավորություն, աշխատանքի հնարավորություն, սոցիալական եւ հոգեբանական առողջ միջավայրի հնարավորություն բոլոր մարդկանց համար։ Տվյալ պարագայում վարքը այլ կերպ է թելադրվում։ Եթե դրանք չեն ելնում, թելադրվում է այն վարքը, որի արդյունքում որ մենք ունենք նման հիվանդությամբ տառապող մարդիկ։